Բարև ձեզ։ Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, նախորդ թեմաները համառոտ։ Համբուրգում հանդիպել են Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը։ Հանդիպումը ինքնին արդեն կարևոր է։ Միսկի խումբը համանախագահող երկրների արտգործնախարարները Սարգսյանին ու Ալիևին բանակցությունների սեղանին վերադառնալու կոչ են անում։ Խստորեն դատապարտում են ուժի կիրառումը եւ ուժի սպառնալիքը։ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակը։ Չեմ կարծում, որ ավելի լավ տեխնացու ինչ-որ մեկը կարող է առաջարկել ցուցակը գլխավորելու համար։ Եվրամիության դեսպանը Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում գալիք ընտրություններին քվեն գումարի դիմաց չվաճառել։ Իրազեկենք մարդկանց, որ նրանց արժանապատվությունն ու ապագան չարժե վաճառել 10 կամ նույնիսկ 20,000 դրամով։ Or even 20,000 drams. Խմելու ջրի նոր սակագներ հունվարի 1-ից։ Սակագնի ճշգրտումը տեղի կունենա առաջին պայմանագրային տարվանից հետո։ Համբուրգում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։ Բանակցությունների արդյունքի մասին դեռ շատ բան հայտնի չէ, սակայն այսօր տեղի ունեցած ճեպազրույցում Էդվարդ Նալբանդյանը չի բացառել առաջիկայում Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպումը։ Մինչ այդ Միսկի խումբը համանախագահող երկրների արտգործնախարարները բանակցությունների սեղանին վերադառնալու կոչով դիմել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին։ Լավրովը, Քերին եւ Վերոն պատրաստակամություն են հայտնել հյուրընկալել երկու նախագահների հանդիպումը, երբ նրանք դրան պատրաստ կլինեն։ Եթե բանակցություններում առաջընթաց չարձանագրվի, նոր բախումների հավանականությունը շարունակելու է աճել եւ կողմերը կրելու են դրա ամբողջ պատասխանատվությունը, զգուշացրել են բարձրաստիճան դիվանագետները։ Համբուրգում այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառել մոտ ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը։ Բացառված չէ, բայց այդ կարգի հանդիպումները պետք է ավելի մանրակրկիտ պատրաստվեն, որովհետև եթե մեր հարևան երկրից հնչում են հայտարարություններ հենց Համբուրգից առաջ, որ ուրեմն միջազգային իրավունքը ոչինչ է։ Լրագրողների հետ զրույցում Նալբանդյանը նշել է, Ադրբեջանն է հրաժարվում իր պարտավորություններից։ Ով է հրաժարվում դրանից։ Ադրբեջանն է հրաժարվում, հայտնի չէ։ Համբուրգում, որտեղ 2 օր է ընթանում էր ՀՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, 3 ուշ երեկոյան կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաեւ ՀՀԿ Միսկի խմբի 3 համանախագահների հանդիպումը։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Ազատությանը փոխանցեց, որ հանդիպման նախաձեռնությունը համանախագահներինն էր։ Իրենց հերթին 3 ուշ երեկոյան հայտարարությամբ հանդես եկան եռանախագահ երկրների արտգործնախարարները Ջոն Քերին, Սերգեյ Լավրովն ու Ժան-Մարկ Էրոն կոչ են արել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին վերսկսել բանակցությունները եւ հարգել նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու մասին։ Մենք համոզված ենք, որ նախագահները պետք է բարեխղճորեն եւ հնարավորինս շուտ ներգրավվեն բանակցություններում։ Նախագահների շարունակական եւ ուղիղ երկխոսությունը համանախագահների հովանու ներքո շարունակում է վստահության ամրապնդման եւ խաղաղ գործընթացն առաջ մղելու առանցքային բաղկացուցիչը մնալ, նշել են համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները։ Եթե բանակցություններում առաջընթաց չարձանագրվի, նոր բախումների հավանականությունը շարունակելու է աճել եւ կողմերը կրելու են դրա ամբողջ պատասխանատվությունը, զգուշացրել են նրանք։ Հայաստանի արտգործնախարարը Համբուրգում ունեցած ճեպազրույցում նշել է, որ հայկական կողմը կարող է միանալ այս հայտարարությանը, իսկ ադրբեջանականը ոչ։ Ինչպես եք կարծում, արդյոք Ադրբեջանը կարող էր միանալ այն հայտարարությանը, որը 3 արեցին այդ եռանախագահողները։ Ոչ։ Մենք կարող ենք միանալ։ Ուժ չկիրառելու մասին արտգործնախարարների հորդորը ուղղված է Ադրբեջանին, պնդել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Ում է ուղղված դա։ Բարձր ում է ուղղված, որովհետև մենք միշտ հանձնառու ենք ուժի չկիրառմանը եւ ուժի սպառնալիքի չկիրառմանը։ Լավրովը, Քերին եւ Վերոն համատեղ հայտարարությունում գնահատականներ են հնչեցրել ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ։ Ապրիլին շփման գծում բռնությունների դրամատիկ էսկալացիայի համատեքստում մենք մտահոգված ենք զինված բախումների շարունակմամբ, այդ թվում ծանր հրետանու գործածությամբ եւ խստորեն դատապարտում ենք ուժի եւ ուժի գործադրման սպառնալիքի կիրառումը։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի եւ վիրավորումների համար որևէ արդարացում չկա։ Մենք նաեւ տեղյակ ենք ապրիլին մարտի դաշտում տեղի ունեցած վայրագությունների մասին
մասին եւ խստագույնս դատապարտում ենք դրանք։ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի արտգործնախարարները նաեւ հիշեցրել են կողմերին, որ Ղարաբաղյան կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի եզրափակիչ ակտի, մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների հիման վրա, ինչպես նաեւ համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերի հիման վրա, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը սահմանող իրավականորեն պարտադիր կամ արտահայտություն, ներքին տեղահանված բոլոր անձանց եւ փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր եւ միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք ներառում են խաղաղապահության գործողություն։ Համբուրգում այսօր Ղարաբաղյան խնդրին է անդրադարձել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտարարելով, որ հակամարտության գոտում նոր դիտորդների տեղակայման շուրջ փոխհամաձայնություն ձեռք չի բերվել։ И да, мы считаем, что эти договоренности должны быть закреплены в решениях ОБСЕ. Այդ մասին պայմանավորվածությունը պետք է ամրագրվի ԵԱՀԿ-ի որոշմամբ, բայց որպեսզի դա իրականություն դառնա, կոնսենսուս է հարկավոր։ Դիտորդների թիվն ավելացնելու շուրջ կոնսենսուս կա, սակայն փոխհամաձայնություն չկա նրանց տեղակայման վայրի շուրջ։ Իմ կարծիքով նրանք պետք է տեղակայվեն շփման գծում, բայց այս հարցում դեռ կոնսենսուս չկա։ Эти наблюдатели должны быть на линии соприкосновения, но пока, повторю, консенсуса не получается. Մինսկի խումբը համանախագահող երկրների արտգործնախարարների համբուրգյան հայտարարությունից հետո Լեռնային Ղարաբաղում կարգավորման հարցում բեկում չեն ակնկալում։ Նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանն Ազատության եթերախոսազրույցում ասաց, կարգավորման ապագան դեռ շատ մշուշոտ է։ Կարծում եմ, տեղաշարժը նայած ինչ տեսակետից դիտարկենք, ամենակարևորը այն է, որ նման հանդիպումները պետք է նպաստեն խաղաղության եւ կայունության պահպանմանը։ Ակնկալել, որ կլինի ինչ-որ մի բեկում հակամարտության կարգավորումը։ Վաղաժամը իհարկե հակամարտության կարգավորումը մենք պետք է դիտարկենք երկու, ճիշտ է, փոխկապակցված, բայց տարբեր հարթություններով։ Դա խաղաղության եւ կայունության պահպանումն է եւ դա բուն կարգավորում։ Քանի որ բուն կարգավորումը ներկա դրությամբ եւ տեսանելի ապագայում շատ մշուշոտ է, հիմնական շեշտը դրվում է հենց խաղաղության եւ կայունության պահպանմանը, որը նաեւ այլ կարգավորման առանցքային այսպես նախապայմանն է։ Ղարաբաղյան իշխանությունները շփման գծում չդադարող կրակոցների համար շարունակում են մեղադրել ադրբեջանական կողմին։ Բաբայանը նշում է, արտգործնախարարների հայտարարությունում կարող էր հասցեական քննադատություն հնչել։ Իշխող հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ժամավաճառություն է որակում ադրբեջանական կողմի հետ հանդիպումները, եթե ձեռք բերված պայմանավորվածություններն այդպես էլ մնում են թղթի վրա։ Մենք որևէ մեկ անգամ բազմիցս նշել ենք, որևէ հանդիպումից չենք խուսափում։ Բայց եթե մենք հանդիպում ենք եւ ձեռք ենք բերում պայմանավորվածություններ, ինձ թվում է, որ Մինսկի խումբը այդտեղ բավականին լուրջ անելիք ունի եւ պետք է հետեւողական լինի եւ հավասարության նշանը պետք է հանվի, այսինքն պետք է տրվի ճիշտ գնահատականներ, ում պատճառով է, որ այդ պայմանավորվածությունները չեն կատարվում։ Մենք բազմիցս հորդորել ենք Մինսկի խմբին եւ ինձ թվում է, որ իր առաքելությունը եւ լիազորությունը Մինսկի խմբի հենց կայանում է դրանում, որ իր ուսումնասիրություններից հետո կարողանա դա ճիշտ գնահատականներ։ Հայաստանի առաջին նախագահը պատրաստ է մտնել քաղաքական մրցապայքարի մեջ։ Հայազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենց ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ավելի լավ թեկնածու չկա, շեշտել է Զուրաբյանը։ Քաղաքական մյուս ուժերը ևս խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ հստակեցնում են իրենց մարտավարությունը։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է մտնել նախընտրական պայքարի մեջ, գլխավորելով Հայազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը։ Այս մասին այսօրի պատասխան Ազատության հարցին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Ձեր դեպքում կա հստակ որոշում, ով է գլխավորելու ցուցակը եւ արդյոք այդ անձը Լևոն Տեր-Պետրոսյանն է լինելու։ Ես վստահ եմ, որ մեր ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը։ Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի դաշինքներ կկազմավորվեն, ինչ ձևով կմասնակցեն։ Գիտեք, հիմա երբ որ դաշինքներ կազմավորելու գործընթացին գնանք, բանակցություններ հնարավոր են, բայց ես չեմ կարծում, որ ավելի լավ թեկնածու ինչ-որ մեկը կարող է առաջարկել ցուցակը գլխավորելու համար։ Այսինքն Տեր-Պետրոսյանը պատրաստ է նորից մտնել նախընտրական պայքարի մեջ։
ամբողջությամբ։ Քանի որ ասացիք, որ Տեր-Պետրոսյանը պատրաստ է մտնել նախընտրական պայքարի մեջ, ես հիշում եմ, որ 2013 թվականին, երբ որ առաջադրման պահը եկավ նախագահի թեկնածուների, Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ տարիքի պատճառով չի կարող ինքը առաջադրվել։ Հետևաբար ուզում եմ հարցնել, ինչ եք կարծում, հնարավոր է, որ լինեն էլի ինչ-որ խոչընդոտներ այս անգամ ընտրապայքարի մեջ մտնելու համար, թե բոլոր այդ խոչընդոտները այլևս վերացած են։ Չէ, խոսքը նախագահական պաշտոնի մասին էր, չէ, 2013 թվին խոսում, խոսքը դրա մասին էր, դա իսկապես շատ բարդ դերակատարություն է, որտեղ կարող է եւ տարիքային խնդիրները Տեր-Պետրոսյանի համար կոնկրետ որոշիչ լինեն այդ որոշումը ընդունելիս, բայց հիմա խոսքը այլ բաների մասին է։ Գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը։ Դե իսկ ինչ վերաբերում է իշխող հանրապետականին, ապա այստեղ անակնկալներ չեն սպասվում։ Թեև 2017-ին հանրապետականի վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է, բայց կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Սերժ Սարգսյանը։ Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այդ հարցում որևէ կասկած չունի։ Սերժ Սարգսյանը հանրապետական կուսակցության առաջնորդն է։ Որևէ հիմք չկա, որ առաջնորդը չգլխավորի ցուցակը։ Դուք բոլորդ գիտեք 2015 թվականին կատարվածը Բարգավաճ Հայաստանում թեև դեռ սպասում են Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը, բայց խմբակցության քարտուղար Միքայել Մելքումյանը վստահ է, Ծառուկյանը կգլխավորի այն նախընտրական սխեման, որով էլ իրենք առաջ կշարժվեն։ Արդեն իսկ ԲՀԿ նաև կուսակցության նախագահ Նաիրա Զորայրյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է եւ առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է որպես ընդդիմադիր։ Այսպիսով նա վերադառնում է եւ մեծ է հավանականությունը, որ կրկին կգլխավորի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, հաշվի առնելով, որ նա շարքային անդամ է շարունակում մնալ այդ քաղաքական ուժի։ Կարող ենք ասել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին հենց Ծառուկյանն էլ կգլխավորի նախընտրական ցուցակը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ շարքային անդամ չէ Գագիկ Ծառուկյանը, Գագիկ Ծառուկյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիրն է եւ առաջնորդն է։ Դե ֆակտո առաջնորդն է, սա արձանագրենք։ 1, երկրորդ գլխավորի թե չի գլխավորի ինչ ձևաչափով եւ այլն, դա Գագիկ Ծառուկյանը ինքը կորոշի։ Ես կարծում եմ, որ հայտարարությունը չի ուշանա առաջիկայում, չեմ ուզում ասեմ 1-2 օր ինչքան, բայց չի ուշանա, այդպես ասեմ, ձևակերպեմ, ինքը դրա մասին հայտարարությամբ հանդես կգա։ Այո, ինքն է գլխավորելու ընդհանուր այն սխեման նախընտրական, որով մենք պետք է առաջ շարժվենք, բայց թե ինչ կոնկրետ դեմքերով, ինչ կոնկրետ ձևակերպումներով, ձևաչափով, դրա մասին միայն ինքը կհայտարարի մոտ ժամանակներս։ Իդեպ նշենք, որ այսօր խորհրդարան էր եկել նաև Գագիկ Ծառուկյանի մայրը Ռոզա Ծառուկյանը, նա մասնակցում էր տնտեսական հարցերի հետ կապված լսումներին։ Սակայն լսելով հարցը, մասնավորապես ինչպես է վերաբերում որդու քաղաքականություն վերադառնալու ցանկությանը, Տիկին Ծառուկյանն անմիջապես հեռացավ, ասելով, թե նման հարցեր իրենց ընտանիքում չեն քննարկվում։ Հարցը մեր ընտանիքում չի քննարկվել։ Մեր հարցը մեր ընտանիքում չի քննարկվում։ Մեր ընտանիքում նման հարցեր չի քննարկվում։ Հավելենք, որ Գագիկ Ծառուկյանն օրերս իր տան առջև հավաքված եւ իր վերադարձը խնդրող քաղաքացիներին խոստացավ մոտորերս հայտարարել, թե ինչպես է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ես ասում եմ մոտորերս իմ հայտարարությունը բոլորդ կլսեք, կտեսնեք, ես նորից եմ ասում, իմ մասնակցությունը լինելա, թե ինչ մասշտաբի, ինչ կարգավիճակով, մոտորերս ես դες կհայտարարեմ եւ դու դա կլսեք, ձեր ցավը տանեմ։ Այսօր ազգային ժողովում էր նաև վարչապետ Կարեն Կարապետյանն, ով Հայաստանի արտաքին տնտեսական կապերին նվիրված լսումներին էր մասնակցում։ Վարչապետը խոստովանում է, արտաքին քաղաքականության տնտեսական հատվածում Հայաստանը շատ բաց թողումներ ունի։ Պետք է աշխարհում մեր տնտեսական տեղը գտնենք լսումների ժամանակ, այսօր ասել է Կարապետյանը, նկատելով, որ այստեղ անելիքներ ունեն նաև դիվանագետները։ Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է անհամեմատ ավելի մեծ ջանքեր գործադրի տնտեսական բաղադրիչի ընդլայնման համար, քանի որ դա է մեր տնտեսության զարգացման գրավականը, այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանական լսումների ընթացքում, որ վերաբերում էին արտաքին քաղաքականության տնտեսական հատվածին։ Վարչապետը չթաքցրեց, այս ոլորտում շատ բաց թողումներ ունեն։ Այս դաշտում մենք
շատ անելիքներ ունենք, չափից շատ անելիքներ ունենք և կարծում եմ ունենք նաև վաստողումներ։ Երկրի փոքրությունը, շուկայի փոքրությունը ակնհայտ ցույց է տալի, որ մենք աշխարհի համար պետք է ընկալելի լինենք և աշխարհում մեր տնտեսական տեղը գտնենք։ Այդ առումով կարծում եմ, որ մենք արտաքին գործերի նախարարության մեր դիվանագիտական կորպուսի հետ չափազանց շատ բաներ ենք ունենում։ Մենք պետք է համատեղ մշակենք մի գնահատման համակարգ, որպեսզի մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին գնահատելու ժամանակ կարողանանք գնահատենք նաև ինչպես են իրենք մասնակցում տնտեսական զարգացմանը։ Չեմ կարծում, որ այսօր օրակարգում դա կա։ Կարեն Կարապետյանը շեշտեց, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները պետք է բանակցեն այլ երկրների շուկաներ հայաստանյան ապրանքների համար ավելի դյուրին մուտք ապահովելու համար։ Պետք է աշխատեն նաև, որ արտերկրում Հայաստանը ունենա ներդրումների համար գրավիչ եւ հուսալի գործընկերոջ իմիջ։ Պետք է հասանելի դարձնեն Հայաստանում ներդրումներին վերաբերող տեղեկատվությունը օտար երկրներում։ Վարչապետը ասաց ցավով է արձանագրում, մի կողմից Հայաստանը ցանկանում է այլ երկրներից ներդրումներ ներգրավել, մյուս կողմից ոլորտին վերաբերող Հայաստանի օրենսդրության անգլերեն թարգմանությունն անգամ չկա։ Ես հանդիպելով դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, դեսպանների հետ, որոնք տեղակայված են Հայաստանի Հանրապետությունում, դիմել եմ իրենց եւ խնդրել եմ, որպեսզի իրենք լինեն ոչ միայն դեսպանը երկրի, որոնց ներկայացնում են այստեղ, այլ նաեւ մեր դեսպանը լինեն, քարոզեն մեր երկրի հետ կապված եւ նաեւ հուշեն խորհուրդ տան, թե ինչ պետք է անենք, որպեսզի մենք ավելի բաց լինենք եւ հասկանալի լինենք մեր պոտենցիալ ինվեստորներին։ Հայաստանն իր հերթին ըստ Կարեն Կարապետյանի կարող է իր գործընկերներին առաջարկել համեմատաբար դյուրին մուտք խոշոր շուկաներ։ Վարչապետը նախանշեց նաև անելիքները, պետք է ակտիվացնել տնտեսական արտաքին քաղաքականությունը, օգտագործելով թե ԵՏՄ անդամակցությունը, թե Եվրամիության հետ համագործակցության նոր իրավական ձևաչափը, նոր շուկաներ բացահայտել տեղական արտադրանքի համար, ապահովել երկրի ճանաչելիության եւ ներդրումային հեղինակության բարձրացումը, ուժեղացնել ներդրողների իրավունքների պաշտպանությունը։ Մենք արտաքին գործերի նախարարության հետ շատ մեծ աշխատանք ունենք։ Չափազանց մեծ աշխատանք ունենք անել։ Այսքանը, թե չէ այս թեմայով շատ կխոսեմ եւ կձանձրացնեմ։ Ազգային ժողովի падգամավոր Թևան Պողոսյանը, ով մասնակցում էր լսումներին, մեջ բերեց դահլիճում գործարար աշխարհի բարձրացրած հարցերը։ Արդյոք օտարերկրյա ներդրողները մեր երկիր գումար կբերեն, եթե տեղի գործարարը Հայաստանում ներդրում չի կատարում, հաճախ այլ երկրներ են նախընտրում իր գումարը տանել, որտեղ արդարադատությունն ու սեփականության իրավունքն ավելի ամուր են, հարկային կանոնները հասկանալի եւ կայուն, մրցակցային դաշտը հավասար։ Ոչ թե իմ դիվանագետին ուղարկում եմ այնտեղ, ասում եմ ներդրումներ բեր։ Ներդրումներ բերելու համար տունդ պետք է աշխատանքդ դասավորես, արդարադատությունդ պետք է զարգ տաս, դատական համակարգի հետ հավասար դաշտ պետք է ստեղծես, բոլոր նախկին մեղավորները պետք է պատժվեն։ Սեփականության իրավունքի անձեռնամխելիությունը պետք է ընդհանրապես քննարկման խնդիր չլինի որևէ մի ձևով։ Հարկային օրենսգիրքը պետք է նպաստի։ Պատկերացրեք մեր դիվանագետները գնացել են, ժամանակ են ծախսել, պատիվ են տվել, չգիտեմ ինչեր են արել, մեկին գտել են էնել քնած տեղից արթնացել, ասել լավ, գնում եմ Հայաստանում ներդրումներ անեմ։ Այդ արտահասամանի քաղաքացին, որ գա այս երկիր, եթե ինքը այստեղ դեսպան ունի, հա, իրենց դեսպանատուն ներկայացա, բնական է գնալու է, չէ՞ դեսպանատուն։ Գալու ասել, օրինակ եկել եմ այստեղ, այդ իր դեսպանը ինչ է ասելու։ Արդյոք դիվանագիտական ողջ աշխատանքը միակնթարթում ջուրը չի լցվի, երբ օտարերկրյա ներդրողները լսեն Հայաստանում անհավասար պայմանների բախված, արդարադատության չհասած, իրենց բիզնեսից կամ սեփականությունից զրկված գործարարների պատմությունները, հարցրինք տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանին։ Կա եւ լավը եւ կան որոշակի մտահոգիչ բաներ, բայց պետք է ամեն ինչ օբյեկտիվ ներկայացվել, որովհետեւ եթե մտահոգիչ բան է լինում, այնպես ավելի շատ բարձրաձայնվում է, թող ստվերելով այն մեծ ծավալի աշխատանքը, որ արվում է։ Եվրամիության դեսպանը Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում ընտրությունների ժամանակ իրենց ձայնը 10 կամ 20 հազար դրամով չվաճառել։ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա իր ուղերձում դեսպան Պյոտր Սվիտալսկին շեշտել է. Հայաստանին առաջիկայում մեծ մարտահրավեր է սպասում խորհրդարանական ընտրությունները եւ ՔՎՆ գումարի հետ փոխանակելը երկրի ապագան կերտելու ճանապարհ չէ։
Ձեր արժանապատվությունն ու ապագան 10 կամ անգամ 20,000 դրամ չարժեն, այսօր հայտարարեց Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա իր ուղերձում։ Եվրոպացի դիվանագետը հակակոռուպցիոն ելույթի ծանրակշիռ մասը նվիրեց ընտրական գործընթացին։ Let's not have illusions. Armenia next year will be facing Եկեք պատրանքներ չունենանք, հաջորդ տարի Հայաստանին սպասում է կարևոր մարտահրավեր, ընտրություններ է։ Կարծում եմ հայաստանցիների մեծ մասը հույս ունի, որ դրանք կանցկացվեն միջազգային լավագույն չափանիշների համաձայն։ Մինչև այժմ Հայաստանում ընտրական գործընթացի տխուր կողմերից մեկը եղել է կոռուպցիան, ու ես շատ հույս ունեմ, որ ընտրություններին ընդառաջ միասին կիրազեկենք հայաստանցիներին, որ ընտրական կոռուպցիայում ներգրավվելը, ընտրակաշարք վերցնելը, քվեն ու ապագան փոխանակելը մի փոքր, երբեմն շատ ցանկալի գումարի հետ երկրի ապագան կերտելու ճանապարհ չէ։ Իրազեկենք մարդկանց, որ նրանց արժանապատվությունն ու ապագան չարժե վաճառել 10 կամ նույնիսկ 20,000 դրամով, որ նրանց առաջարկում են իրենց քվեի դիմաց։ future is not worth these 10,000 or even 20,000 drams that you are offered in exchange for your cross. Կոռուպցիայի դեմ պայքարում հիմնական խոչընդոտն ըստ դիվանագետի իշխանությունների մերժողականությունն է ու հասարակության համակերպվելու հակումը։ Դեսպանը հիշեցրեց, որ Եվրամիությունը միլիոնավոր եվրոների աջակցություն է տրամադրում Հայաստանին, այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Սվիտալսկին քննադատություն հնչեցրեց Հայաստանի կառավարության հասցեին։ And we are ready to continue our support. Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը, չնայած անցյալի հիասթափություններին։ Թույլ տվեք բաց տեքստով ասել, 2015-ը լավ տարի չէր։ Անկախ փորձագետները եկան այն եզրակացության, որ կառավարության ստանձնած պարտավորությունների գրեթե կեսը իրականություն չի դարձել։ Մենք չկարողացանք բաշխել խոստացված գումարը, քանի որ պայմանավորվածությունները բավարար չափով չկատարվեցին, բայց մեծ հույս ունենք, որ 2016-ը փոփոխությունների տարի էր, իսկ որ 2017-ին ոչ միայն կլսենք նոր խոստումներ, այլ նաև կտեսնենք նոր փաստեր, առարկայական ապացույցներ։ It's not only new words, new narratives, but also new facts, new material proofs. Պյոտր Սվիտալսկին հորդորում էր իշխանություններին հաշվի նստել քաղաքասարակության բարձրաձայնած, երբեմն անհարմար տհաճ ճշմարտության հետ։ Եվրամիության դեսպանը հիշատակեց կոռուպցիան վարչական օղակներում, դատարաններ, ոստիկանություն, դպրոցներ ու բուհեր։ Look to your neighbor to the north. Today they are faring better. I'm in Georgia. Հայացք գցեք դեպի ձեր հյուսիսային հարևան վրացիներին, այսօր նրանք ավելի լավ վիճակում են, անգամ ավելի լավ, քան Եվրամիության անդամ շատ երկրներ, նրանք ապացուցեցին, որ դա հնարավոր է, ասում էր Եվրամիության դեսպանը ելույթ ունենալով Transparency International-ի ամենամյա միջոցառմանը։ Is devoted to the objective of helping the Armenians to fight corruption. Հակակոռուպցիոն կենտրոնի հերթական հայտարարությունն արձանագրում է, որ կոռուպցիայի վիճակը վերջին տարիներին մնացել է նույնը՝ լճացում։ Մտածում եմ, որ 65% հարցվածների գտնում է, որ իշխանությունները ոչ մի լուրջ քայլ չեն անում կոռուպցիան կանգնեցնելու ուղղությամբ։ Ես դա կապում եմ քաղաքական կամքի բացակայության հետ։ Շատ լուրջ հատկանիշներ կան, որ կոռուպցիան համակարգային բնույթ ունի։ Վերջին առնվազն 3 Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Կարապետյանի կառավարությունները կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություն են հռչակել։ Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի տնօրեն Լարիսա Մինասյանը հիշում է հանդիպումը Հովիկ Աբրահամյանի հետ։ Բացի հուսադրող ինչ որ նախանշված քայլերից ոչ մի ավելի կոնկրետ բան չտեսանք, չլսեցինք, չնայած կարող եմ ասել, որ կար այդ թվում էր, թե կար այդ հասկանալը, որ ընդունելը, որ չարիքը ունի արդեն շատ ավելի լուրջ ազդեցություն, քան մտածվում էր։ Ապրիլյան 4-օրյա պատերազմն ակնհայտ դարձրեց կոռուպցիայի ավերիչ ազդեցությունը երկրի անվտանգության համակարգի վրա, իսկ ոստիկանության գնդի շուրջ իրադարձությունները վերհանեցին անվստահությունը եւ կուտակված ցասումը իշխանությունների նկատմամբ։ Այսօրվա հայտարարությամբ 2016 թվականն ամփոփում է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը։
Հայաստանը կարող է հպարտանալ իր ակտիվ քաղաքացիական հասարակությամբ, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը։ Սա կայացած իրողություն է Հայաստանում, ինչը ցավոք բացակայում է Հայաստանի հարևան երկրներից շատերում, ասել է Ռիչարդ Միլսը։ Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ ներկայացրած իր նկատառումներում, սակայն դեսպանը միաժամանակ նկատել է, որ դեռ մտահոգություններ կան Հայաստանի իրավական համակարգում նախնական կալանքի կիրառման ու ընտանեկան բռնության դեմ պայքարի մասով։ Նախնական կալանքը չպետք է կիրառվի որպես պատժիչ գործիք խոսքի ու հավաքների ազատությունը կասեցնելու համար, շեշտել է ամերիկացի դիվանագետը։ Այլ թեմաների անդրադառնանք։ Առաջիկայում ջրի սակագինը կփոխվի, Երևանի բնակիչների համար կբարձրանա, որոշ մարզերում էլ կնվազի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում որոշել է Veolia ջուր փակbaşնետիրական ընկերությանը լիցենզիա տրամադրել եւ նոր սակագներ սահմանել, որոնք կգործեն հունվարի 1-ից։ Մեկ օպերատոր մեկ սակագին սկզբունքով հունվարի 1-ից խմելու ջուրը թանկանալու է Հայաստանի գրեթե բոլոր մարզերի բնակիչների համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր Veolia ջուր ընկերությանը 15 տարով տալով ամբողջ հանրապետության ջրային համակարգի վարձակալության լիցենզիան հաստատեց ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման նոր միասնական սակագինը։ Այն ներկայումս գործող 5 ընկերությունների միջինացված սակագինն է, որը կազմում է 180 դրամ եւ առայժմ սահմանվել է 1 տարի ժամկետով։ Խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման գումարային սակագինը կազմելու է 180 դրամ խորանարդ մետր ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Այսպիսով էական բարձրացում տեղի ունեցավ Երևան ջուր ընկերության բաժանորդների համար։ Հունվարի 1-ից նրանք 1 խորանարդ մետրի դիմաց մոտ 10 դրամով ավելի կվճարեն։ Փոխարենը սակագինը կնվազի Ալմավիրի մարզում գործող նոր ակունք ընկերության բաժանորդների համար՝ շուրջ 22 դրամով։ Մյուս դեպքերում գործողի ու նորի տարբերությունն այդքան էլ մեծ չէ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետի խոսքով պայմանագրի համաձայն սակագները վերանայվելու են ամեն տարի ու ունենալու են նվազման միտում։ Վարձակալության երկրորդ տարվանից սկսած բազիսային սակագները ենթարկվելու են ճշգրտման, մանրածախ ջրամատակարարման ծավալների տատանումները, սղաճը եւ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը հաշվի առնելու համար։ Veolia ջուր ընկերության գլխավոր տնօրենը շեշտում է, իրենք չեն դառնալու ներկայիս 5 ընկերությունների իրավահաջորդը։ Դրանք իրավաբանորեն գործելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարել իրենց առջև դրված ֆինանսական պարտականությունները։ Նիստին ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հետաքրքրվում են, ինչ է մտածում ընկերությունը համակարգում ջրի մեծ կորուստները նվազեցնելու համար։ Սա կարևորագույն այն խնդիրներից է, որ մենք անպայման պետք է լուծենք։ Երևան ջուր ընկերության գործունեության ընթացքում մենք արդեն իսկ շատ ենք աշխատել տեխնիկական կորուստների վերացման ուղղությամբ։ Այժմ համառորեն զբաղվելու ենք առևտրային կորուստների նվազման հարցով եւ պետք է այդ աշխատանքը համատեղ կատարենք բոլոր մասնակից կողմերի հետ։ Դա կարտահայտվի նոր ջրաչափական սարքերի տեղադրմամբ։ Մեր նպատակն է պայմանագրային առաջին 2 տարիների ընթացքում էականորեն նվազեցնել առևտրային կորուստները։ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հորդորեց Veolia ջուր ընկերությանը աշխատել այնպես, որ հետագայում սակագների բարձրացում չլինի, ապահովել սպառման ծավալների ավելացում եւ հաշվառման համակարգում կանխել ապօրինի սպառումը։ Օրակարգի 10-րդ հարցը դնում եմ քվեարկության, ովքեր եք կողմ։ Թողնել դեմ ձեռնպատ չկա, շտկավորում ենք Veolia ջուր ընկերությանը լիցենզիա ստանալու եւ սակագին ունենալու կապակցությամբ եւ մաղթում ենք հաջողություն։ Նիստի ավարտից հետո Կրիստիան Լըֆեն պատասխանելով ազատության հարցին, թե արդյոք 180 դրամը սահմանվել է հաշվի առնելով էլեկտրաէներգիայի տարեսկզբից ակնկալվող նվազումը, քանի որ ըստ պայմանագրի դրա փոփոխությունը 13%-ով ազդեցություն է ունենալու ջրի բազիսային սակագնի ճշգրտման վրա, ասաց. Սակագնի ճշգրտումը տեղի կունենա առաջին պայմանագրային տարվանից հետո։ Էլեկտրաէներգիայի սակագինը նվազելու է հենց 2017-ի հունվարի 1-ից։ Ինչ վերաբերում է այդ թեմային, ապա պայմանագրում այդպես է գրված, որ վերանայումը լինում է առաջին տարուց հետո։ Եթե նույնիսկ հիմա էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանար, մենք եւս դա չէինք կարող վերանայել։ Un jour, elle ne s'appliquerait qu'à partir de l'année suivante en ce qui concerne le tarif de l'eau.
Կրիստիան Լֆեն շեշտում է Veolia ընկերությունը, որը գործունեություն է ծավալում բազմաթիվ երկրներում, երկու տեղ է, որ աշխատում է նման ցածր սակագնով՝ Հայաստանում եւ Հնդկաստանում։ Նա նաեւ հավելում է, միևնույն ժամանակ կառավարությունն իրենց համար խաղի խիստ կանոններ է սահմանել։ Լֆեն համաձայն չէ նաեւ այն մտահոգությունների հետ, թե իրենք առաջիկա 15 տարիներին ոլորտում մենաշնորհային դիրք են ստանալու։ Վստահեցնում է, սեփական միջոցների, նաեւ միջազգային ներդրողների հաշվին աշխատելու են, որ բարելավի սպասարկման որակն ու ջրամատակարարումը դառնա շուրջօրյա։ Ու մինչև Veolia-ն ջրահեռացման եւ ջրամատակարարման բարելավման խոստումներ է տալիս, Երևանում շատերը բողոքում են դրանց որակից։ Արթնացանք, տեսնենք ամբողջ միջանցքը կանալիզացիայի ջուր, կանալիզացիան իր բոլոր հմայից կողմերով։ Տիկին Սվետլանան մեկ շաբաթվա մեջ 2 անգամ դիմել է Երևան ջրին, 2 անգամ էլ, ինչպես ինքն է վստահեցնում, հիասթափվել է նրանց աշխատանքից։ Խցանված կոյուղու խնդիրը լուծելու համար Երևանի բնակչուհին զանգահարել է սպասարկող ընկերությանը, բայց նրանք այդպես էլ չեն արձագանքել։ Կանալիզացիան տուն է լցվում, իրանք մի օր հետո զանգում են, թե եկել են, մաքրել են, գնացել են, ասում են, որտեղ են եկել, որտեղ են մաքրել։ Ես ինքանից զայրացած, ասի գիտեք ինչ, այս բանը այսպես չեմ թողնի։ Գնացեք, ես ասի կբողոքեմ, ասում եմ, որտեղ ուզում եք բողոքեք, շատ լքրիաբար, էլ դրանից ավելի ինչ կարող էի ասել։ Երևանի բնակչուհի մտահոգություն ունի, որ տհաճ պատմությունը կարող է կրկնվել եւ այսքանից հետո ում դիմի, ինչ անի, չգիտի։ Հարցնում է, ինչի համար է ամեն անգամ պարտաճանանչ վճարում սպասարկման վարձը, եթե հարկ եղած դեպքում ընկերությունը չի արձագանքում։ Դրամը դոլարի նկատմամբ շարունակում է արժեզրկվել, տնտեսագետների կարծիքով պատճառն այն է, որ սպառման ծավալները կրճատվել են, շուկան փոքրացել։ Առաջիկա կանխատեսումների համաձայն տարեվերջին դոլարը կհասնի 500 դրամի շեմին։ Վերջին 3 տարիների ընթացքում ամերիկյան դոլարը դրամի նկատմամբ արժևորվում է հիմնականում տարվա վերջին ամիսներին։ Հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին ամենամեծ տատանումը գրանցվել է 2014 թվականին, մեկ ամսվա ընթացքում թանկանալով մոտ 50 դրամով։ Այս տարվա վերջին եռամսյակը նույնպես չառանձնացավ նախորդներից։ Դեռ ամիսը չավարտված դրամն արդեն մոտ 3 կետով անկում է գրանցել։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կանխատեսմամբ մինչև տարեվերջ դոլարը կհասնի հոգեբանական 500 դրամի շեմին։ Ասում է, Հայաստանի կառավարությանն այսօր ձեռնտու է հնարավորինս արժեզրկված դրամ ունենալ, ինչը թույլ կտա լուծել ֆինանսական խնդիրները։ Այսօր դրամի արժեզրկումը ձեռնտու է մեր ֆինանսների նախարարության, որովհետև մենք մեր բյուջետային պարտավորությունները կատարելու համար վերցնում ենք պարտք տարբեր կազմակերպություններից, Արժույթի հիմնադրամ, Համաշխարհային բանկ, նաև տարբեր այլ միջազգային կառույցներից, քանի որ մեր ներքին խնդիրները չեն կարողացել լուծել։ Մեր մոտ փաստորեն առաջացել է մոտ 90 միլիարդի կարգի դրամի մասին է խոսքը եկամուտների թերհավաքագրում, եւ այդ եկամուտների թերհավաքագրումը այսօրվա բյուջետային պարտականություններ կատարելու համար կարիք ունենք պետական պարտքի։ Եվ այդ պետական պարտքի եկող գումարները պետք է շուկայում վաճառվեն, իսկ շուկայում վաճառելու դեպքում ինչքան կուրսը ավելի բարձր դոլարի, այնքան ավելի տվյալ դեպքում իշխանություններին ավելի կամ ֆինանսների նախարարության ձեռնտու է։ Հարևան Ադրբեջանի եւ Վրաստանի ազգային արժույթների համեմատ դրամի ավելի քիչ արժեզրկումը դոլարի նկատմամբ Վահագն Խաչատրյանը տնտեսության առողջացմամբ չի պայմանավորում, այլ նրանով, որ երկրում ներմուծման եւ սպառման ծավալները կրճատվել են, շուկան փոքրացել։ Խնդիրը հենց դրանում է, ինչքանով կառավարությունը պատրաստ կլինի, ինչքանով ինքը իր վարած քաղաքականությունում կարող է դիմակայել այս ստեղծված իրավիճակին ֆինանսական ռեսուրսների պակասին։ Եթե դա կարողանա լրացուցիչ դրսից եկող միջոցների հաշվին լուծին, որը ոնց որ թե չի ստացվելու, որտեղ մենք այդ սահմանագիծը արդեն անցնում ենք, որ կա պետական պարտքի։ Այդ դեպքում ներքին պարտքի ավելացում, որը նշանակում է նորից պետական պարտքի տեղեր խնդիր են առաջանում, միակ հնարավորությունը այդ պետական պարտքի արդյունքում կուտակված արտարժութային միջոցները շուկայում վաճառել, դրանով փորձել նաև արժեզրկել դրամը։ Նույն կարծիքին է նաև տնտեսագետ Միքայել Մելքումյանը։ Ըստ նրա դոլարի նկատմամբ պահանջարկի նվազումը պայմանավորված է նաև տրանսֆերների կրճատմամբ։ Եթե մենք ունեցել ենք միջինը տարեկան անցած տարիներին 4-4.5 միլիարդ դոլարի ներկրման ծավալ, հիմա մենք ունենք 2.8 միլիարդի։ Ճիշտ է, արտաքին այսպես սալդոյի առևտրային հաշվեկշռի համար դա լավ է, որտեղ արտահանումը երկու անգամից քիչ է ավելի տարբերվում ներկրումից, բայց ինչի հետևանքեր դա։ Հետևանքերը ընդհանրապես նրա, որ 840 միլիոն դոլարով մեր տրանսֆերները կրճատվեցին, աղքատությունը ընդլայնվեց, վճարունակությունը ընկավ եւ արդյունքում ընդհանրապես մանրածախ ապրանքաշրջանառությունը եւ մեծածախ ընկավ,
դա նշանակում է, որ դոլարի նկատմամբ պահանջարկը իջավ։ Տնտեսագետը հիշեցրեց Կենտրոնական բանկի նախագահի հայտարարությունը, որ այս տարվա ընթացքում երկրում գնանկում է տեղի ունեցել։ Դա հիմք է տալիս ենթադրելու, որ նախորդ տարիներին հնայի հիմնական աճը եղել է գնաճի հաշվին։ Այս պահեդրությամբ ընթացիկ տարվա համախառն ներքին արդյունքը անվանական 400 միլիարդ դրամով կրճատվել է։ Իսկ հարկեր հնա հարաբերակցությունը 21%, այսինքն 80 միլիարդ դրամից ավել բյուջեն թեր հավաքագրվել է, հա, սա լուրջ հետևանքներ ունի։ Հերթական անգամ հետաձգվեց ոստիկանությունն ընդդեմ SOS TV-ի դատական նիստը։ Քաղաքական երգիծական հաղորդումը վարող Վիլեն Գայֆեջյանին դատի տված ոստիկաններն այսօր նիստին չէին եկել։ Գայֆեջյանի փաստաբանն այստեղ միտում է տեսնում, նկատելով, որ արդեն մի տարի շարունակվող դատաքննության ընթացքում միայն մեկ անգամ է նիստ կայացել։ Հայաստանի ոստիկանությունը, հիշեցնենք, դատի էր տվել SOS TV ստեղծագործական խմբի անդամին, պնդելով, որ նա հաղորդումներից մեկում հրապարակավ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իրավապահների հասցեին։ Մեկ տարուց ավելի շարունակվող ոստիկանությունն ընդդեմ SOS TV-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դատավարության ընթացքում դեռ մեկ նիստ է կայացել։ Այսօրվա նիստը կրկին հետաձգվեց։ Ոստիկանության ներկայացուցիչը, իրավաբանական վարչության նախկին պետը, օրեր առաջ նոր պաշտոնի է անցել եւ այսօր դատարանից խնդրել է նյութերին ծանոթանալու համար մյուս ներկայացուցչին ժամանակ տրամադրել։ Հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանն ասաց, ոստիկանությունը 9 օր ժամանակ ուներ նյութերին ծանոթանալու համար, պնդեց միտումնավոր են հետաձգում։ Իդեպ այսօր նիստին չէին ներկայացելու, դատարանին բացակայության վերաբերյալ որևէ բացատրություն չէին տրամադրել հայցվոր կողմի մյուս ներկայացուցիչները։ Արդեն կապը եւ դիտավորությունը կարծում եմ, որ դրսևորվում է, այսինքն գոնե իրենց մասով իրենք կարող էին ներկայանալ, իրենց մասով նիստը առաջ կգնար, շարունակություն կունենար, կլսեինք ինչ-որ չափով, հետո շարունակությունը նաև ոստիկանության համակարգի ներկայացուցիչի նոր ներգրավված ներկայացուցիչի հետ մասնակցությամբ կշարունակվեր, բայց քանի որ երկու մասով էլ ներկայացուցիչները դատարան չեն ներկայացել, կարծում եմ ուղղակի ոստիկանության կողմից արդեն դիտավորություն եւ նման կարգով միտում է դրսևորվում արհեստականորեն նիստերը հետաձգելու։ Քաղաքական երգիծական այս հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանն այսօր պետք է դատարանում բացատրեր եթերում հնչած այն բառերի իմաստը, որոնք ոստիկանությունն իր հասցեին ուղղված վիրավորանք էր համարել ու դատի տվել հաղորդավարին։ Ուղիղ տեքստով ինչ-որ մեկին մենք ոչ մեկի չենք վիրավորել, մենք համատել ենք որոշ կենդանների, որոշ մարդկանց հետ, թե իրանք իրանց վրա են վերցրել, դա շատ հարաբերական է։ Այնպես որ իրանց խնդիրն է, իրանք անդադ եթե իրանց թվակ որ իրանք են մարդիկ են, ինչին որ իրանք իրանց տեղն են դրել, իրանց խնդիրն է։ Վրոձի սաղ կարգավորվել էր, այսօր դիպր արդեն վերջերին հասնեինք, ինչ որ անհասկանալի պատճառով հետաձգվի գներ։ Սեպտեմբերի 10-15-16։ Հիշեցնենք, ոստիկանությունը պնդում է հաղորդաշարի եթերներից մեկում հաղորդավար Վիլեն Գայֆեջյանը վիրավորել է ոստիկաններին։ Ոստիկանությունը պահանջում է դատարանից պարտավորեցնել հաղորդավարին հրապարակավ ներողություն խնդրել։ Համահայց, որ երկու ոստիկանները Գայֆեջյանից պահանջում են իրենց վիրավորելու համար վճարել աշխատավարձի հազարապատիկի չափով 2 միլիոն դրամ տուգանք։ Ազատության հարցին, եթե դատարանը ի օգուտ ոստիկանության վճիռ կայացնի, պատրաստ եք արդյոք ներողություն խնդրել։ Մենք ոչ միայն պատրաստ չենք ու չենք խնդրելու, այլև մենք համոզված ենք, որ դատը կրելու ենք մինչև վերջի ադյանը, ես կրկնել եմ ուրիշ տեղեր, վերջի ադյանը Եվրոդատարանն է։ Եվ ամենալավն է որ երբ որ թեկուզ մի քանի տարի հետո Եվրոդատարանում մենք դատը կրենք, դատը կունենա այսինքն այդ որոշումը հավասար կեղնի օրենքին։ Եվ հետագայում համանման գործեր էլ չեն քննվի, ավտոմատ կեղնեն, բայց իշխոր Եվրոդատարանը որոշեց, այնպես որ մենք չենք նեղվի, գնալու ենք մինչև վերջ, երբ որ Եվրոդատարանում է դատը կրեցինք, իրանք հաթաթ պիտի պատասխան տան մեր այս վազվզոցների համար։ Դատական հաջորդ նիստը տեղափոխվեց հաջորդ տարի։ Հայաստանյան որոշ փորձագետների կարծիքով Ուկրաինայի եւ Վրաստանի համար Եվրամիության հետ վիզաների ազատականացումից հետո Հայաստանը տարածաշրջանում կհայտնվի ոչ այնքան շահեկան վիճակում։ Հայաստանն իրեն դեռ 2013-ին դատապարտեց ձախողման, երբ մի գիշերվա մեջ որոշում փոխեց ու անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, համոզված են նրանք։ Դեռ անորոշ է, թե վիզաների ազատականացումից հայաստանցիները երբ հնարավորություն կունենան օգտվել։ Գործընթացը ներառված է Եվրամիության արևելյան գործընկերության հաջորդ 2017 թվականի գագաթնաժողովում, այս տարվա հուլիսին ասել էր Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Տարածաշրջանում Հայաստանը հայտնվում է ոչ շահեկան վիճակում, կարծում են հայաստանցի քաղաքագետներն ու փորձագետները, անդրադառնալով Եվրախորհրդարանի եւ Եվրամիության անդամ երկրների միջև 3 ձեռք բերված փոխհամաձայնությանը, ըստ որի միությունը վերացնում է վիզայի ռեժիմը Ուկրաինայի եւ Վրաստանի հետ եւ ամենայն հավանականությամբ մինչեւ հաջորդ տարվա գարուն Բրյուսելը թույլ կտա երկու երկրների քաղաքացիներին առանց արտոնագրի մտնել Շենգենյան տարածք։ Մի փաստաթղթով Վրաստանը եւ Ուկրաինան մի քանի հարց լուծեցին։ Արևելյան գործընկերության քաղաքացիական ազգային պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը կարծում է, որ այս առումով նաև տնտեսական կրթական համագործակցության լուրջ դաշտ է բացվում երկրների համար։ Եվ դա նշանակում է նաև, որ որոշակի տնտեսական զարգացումներ կլինեն Վրաստանում, Ուկրաինայում, որ ավելի շատ ներդրումներ կգան Եվրամիության անդամ երկրներից եւ բնականաբար նաեւ տարբեր աջակցության ծրագրերի քանակը ել ավելի կմեծանա, արդեն իսկ անհամեմատելի են այդ ծրագրերի քանակները Հայաստանի հետ։ Միանշանակ Հայաստանը իհարկե կորցնում է։ Ըստ մասնագետների 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, երբ Հայաստանը կտրուկ փոփոխություն կատարեց իր արտաքին քաղաքականությունում, հրաժարվելով Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագիր ստորագրելուց եւ անդամակցեց նորաստեղծ Եվրասիական տնտեսական միությանը, արդեն իսկ դատապարտեց իրեն ձախողման։ Նավասարդյանի խոսքով առաջիկա տարիներին Վրաստանի եւ Հայաստանի անջրպետը ել ավելի կխորանա, եթե հանկարծ մի հրաշք տեղի չունենա եւ Եվրասիական տնտեսական միությունը սկսի զարգանալ։ Փաստորեն Հայաստանը ընտրություն կատարեց ավելի տնտեսապես թույլ միավորման օգտին։ Եվրասիական տնտեսական միությունը խոչընդոտում է Հայաստանի արդյունավետ աշխատանքը Իրանի, Վրաստանի, Եվրամիության հետ, Հայաստանին չտալով ոչ մի օգուտ, վստահ է գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ընդգծելով այս պայմաններում, երբ հարևանները համագործակցության տարաբնույթ արդյունավետ ճանապարհներ են հարթում, Հայաստանը դուրս է մնում մի շարք լուրջ տարածաշրջանային ծրագրերից։ Բոլոր հնարավորություններից մենք հրաժարվեցինք, ուրեմն ել ավելի օրեցօր մեր վիճակը ավելի կբարթանա։ Այլ ընտրանքներ քչանում են, փոքրանում են, օրինակ դուք գիտեք Իրանը այսօր էլ ուզում է մեզ այդ իրականացնել ծրագրեր, բայց Իրանը անverջ չի կարող սպասել։ Սերժ Սարգսյանի կողմից, ադմինիստրացիայի կողմից վարած քաղաքականությունը լուրջ ձախողումների բերեց այդ կոնտեքստով առաջի հերթին, այն կոնտեքստով, որը կոչվում է տարածաշրջանային համագործակցություն Եվրամիության հետ, էֆեկտիվ առևտրի գոտու մեջ մտնելը։ Իսկ տարիներ անց Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի հաջողությունները ավելի ակնհայտ կդառնան, պնդում է Գրիգորյանը։ Ցավով ավելացնելով հարևան երկրների հետ համեմատություններ անելուց հետո Հայաստանին ել ավելի դժվար կլինի ապրել եւ զարգանալ։ Գրիգորյանն ասում է, Եվրամիության հետ համագործակցող երկրները լրջագույն ձեռքբերումներ կունենան բիզնեսի եւ հատկապես էներգետիկ ոլորտում, ինչի արդյունքում ժողովուրդները սեփական գրպանի վրա կզգան սոցիալական բեռի թեթևացումը, մինչդեռ Հայաստանը կանգնած կլինի կոտրած տաշտակի առջև։ Մեզ համար Գազպրոմը գազը ծախում է 2 ամ ավելի թանկ, քան թե վրացի ուկրաինացի, գիտեք ինչի հետ է նաև կապված։ Ուկրաինացիները ստորագրեցին ասոցիատիվ պայմանագիրը, որը իր մեջ պարունակում է էներգետիկայի խնդիրը, ուրեմն Ուկրաինան նույն խաղի կանոնների մեջ է ինչ որ Եվրամիությունը։ Դա է պատճառը, որ Գազպրոմը չի կարող թելադրել գները։ Այսօր ֆիքսվեց նոր գին Գազպրոմի գինը Ուկրաինայի համար $180։ Պատկերացնում եք, մենք մուծում ենք ուղիղ 2 անգամ ավելի թանկ։ Հիշեցնենք, որ մոտ կես տարի առաջ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ մուտքի վիզաների ազատականացման գործընթացը ներառված է Եվրամիության արևելյան գործընկերության հաջորդ 2017 թվականի գագաթաժողովում։ Մեջբերում եմ Սվիտալսկու խոսքերը, հասկանալով նաև հայերի հիասթափությունը, ուզում եմ նշել, որ դուք մոռացված չեք, դուք օրակարգում եք։ Մեջբերման ավարտը։ Մասնագետները սակայն այստեղ էլ նկատում են, որ Հայաստանը գործուն քայլեր չի ձեռնարկում Եվրամիության հետ համագործակցությանը ավելի ակտիվ ընթացք տալու համար։ Բելարուսը ու Ադրբեջանը շատ ակտիվ աշխատում են, հասկանում են, որ այդ կապերը պետք են։ Դա է պատճառը, որ իրանց ռեժիմը վիզային վատը չի։ Եվ այն եռանդը, որ ունեին բանակցող պաշտոնյաները Եվրամիությունից մինչև 2013 թվականը, կամաց-կամաց սպառվում է։ Միայն ասելով, որ մենք ուզում ենք, դա քիչ է։ Դու պիտի ապացուցես, որ իրոք ուզում ես։
Ադրբեջանի նախկին առաջնորդ Հեյդար Ալիևի արձանի վրա մակագրություն թողած երիտասարդը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Նման պատժի հոկտեմբերին ենթարկվել էր նաև երիտասարդի ընկերը։ Իրավապահները նրանց մեղադրում են թմրանյութերի ապօրինի շրջանառության ծանր հոդվածներով, սակայն իրավապաշտպաններն այս մեղադրանքները շինծու են որակում։ Ադրբեջանի քաղաքացիական ակտիվիստների աշխատանքային խումբն այսօր քաղբանտարկյալների մի ամբողջ ցուցակ է հրապարակել, որում 100-ից ավելի անուն կա։ Մարդու իրավունքների միջազգային օրվա նախաշեմին Բաքվի ծանր հանցագործությունների գործերով դատարանը դեկտեմբերի 8-ին կայացրած վճռով 10 տարվա ազատազրկման դատապարտեց Բայրամ Մամեդովին։ Նա Ադրբեջանի նախկին առաջնորդ Հեյդար Ալիևի արձանի վրա մակագրություններ գրած երկրորդ երիտասարդն է։ Նրա ընկերը Գիյաս Իբրահիմովը նույն պատժաչափով 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել ավելի վաղ, հոկտեմբերի վերջերին։ Միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունները Human Rights Watch-ը եւ Amnesty International-ը այսօր հանդես են եկել հայտարարություններով Ադրբեջանի իշխանություններից պահանջելով անհապաղ ազատ արձակել նրանց։ Amnesty International-ը Բայրամ Մամեդովին եւ Գիյաս Իբրահիմովին ճանաչել է խղճի բանտարկյալ։ Human Rights Watch-ը պահանջել է անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել նրանց, ինչպես նաեւ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մյուս մարդկանց եւ վերջ տալ այլախոհների դեմ բռնաճնշումներին։ Բայրամ Մամեդովը եւ Գիյաս Իբրահիմովը երիտասարդական շարժման ակտիվիստներ են։ Նրանք ձերբակալվել են այս տարվա գարնանը, երբ Ադրբեջանի նախկին առաջնորդ Հեյդար Ալիևի արձանին մակագրություններ էին գրել, սակայն իրավապահները նրանց մեղադրում են թմրանյութերի ապօրինի շրջանառության ծանր հոդվածներով։ Ձերբակալությունից հետո նրանք ենթարկվել են խոշտանգումների, ստորացումների, նշելով այս ամենը իրավապաշտպան կազմակերպությունները նրանց դեմ առաջադրված մեղադրանքները շինծու են համարում պահանջելով ազատ արձակել երիտասարդներին։ Վաղը դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների միջազգային օրն է։ Այդ օրվան ընդառաջ Ադրբեջանի քաղաքացիական ակտիվիստների աշխատանքային խումբը այսօր հրապարակել է Ադրբեջանի քաղբանտարկյալների ցանկը, իշխանություններին կոչ անելով անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Նրանց կազմած ցանկում 119 անուն են ընդգրկված։ Հայտարարությունում նշված է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը մնում է ծանր, չնայած տեղական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից պարբերաբար արձանագրվող լուրջ խնդիրների։ Նշված է, որ Ադրբեջանի իշխանությունները այդ խնդիրները լուծելու քաղաքական կամք չեն դրսևորում։ Կոնտակտ կայքի փոխանցմամբ հայտարարությունում նշված են մի շարք լրագրողների, բլոգերների, քաղաքական եւ քաղաքացիական ակտիվիստների անուններ, որոնք դատապարտվել են ազատ արտահայտվելու կամ քաղաքական հայացքների համար։ Ադրբեջանի քաղաքացիական ակտիվիստների աշխատանքային խումբը միջազգային հանրությանը կոչ է անում բազմապատկել ջանքերը Ադրբեջանի քաղբանտարկյալներին ազատելու համար եւ նրանց խնդիրները բարձրացնել պարբերաբար եւ հետեւողականորեն։ Առանձին հայտարարությամբ հանդես է եկել Ազատլիկ թերթը, որը հրատարակվում էր 1989 թվականից։ Հայտարարությունում նշված է, որ Ադրբեջանի միակ անկախ թերթը ևս քաղբանտարկյալ է։ Ազատլիգը միջազգային հանրությանը կոչ է անում թույլ չտալ, որ իշխանությունները վերջնականապես ճնշեն իրեն ձայնը, իսկ երկրի հանրությանը կոչ է արվում չհաշտվել թերթի կորստի հետ։ Դեկտեմբերի 24-ին կլռանա Ազատլիգի 27-րդ-ամյակը, սակայն թերթը արդեն 3 ամիս լույս չի տեսնում, օգտագործելով միայն էլեկտրոնային տարբերակի հնարավորությունները։ Մի թույլատրեք ոչնչացնել ազատ խոսքի վերջին բաստիոնը երկրում, կոչ է անում խմբագրությունը։ Անհրաժեշտ է պաշտպանել նաև այս քաղբանտարկյալների իրավունքները, որը հանդիսանում է բոլոր քաղբանտարկյալների, բոլոր ոտնահարված իրավունքների ձայնը։ Ազատլիգը չպետք է դառնա գնդակահարված թերթ, նշված է հայտարարությունում։ Կրկին կոռուպցիայի մասին։ Միացյալ Նահանգների սև ցուցակում կարող է հայտնվել ցանկացած երկրի կոռումպացված պաշտոնյա ու ոչ միայն հայտնվել, այլև պատժի ենթարկվել։ Միացյալ Նահանգների Սենատի որոշման համաձայն Ամերիկան կարող է պատժամիջոցներ կիրառել ցանկացած երկրի պաշտոնյայի նկատմամբ, եթե պարզվի, որ նա զբաղվում է կաշառակերությամբ կամ խախտում մարդու իրավունքները։ Տարիներ առաջ ընդունված Մագնիտսկու օրենքը միայն Ռուսաստանի քաղաքացիների վրա էր տարածվում, սակայն այսուհետ բոլորին, այդ թվում Հայաստանի պաշտոնյաներին կվերաբերի։ Օրենքի ուժ ստանալու համար, սակայն փաստաթուղթը դեռ նախագահի կողմից պետք է ստորագրվի։
Միացյալ Նահանգների Սենատը 3 ձայների մեծամասնությամբ արտոնեց ամերիկյան վարչակազմին պատժամիջոցներ սահմանել ցանկացած երկրի, այդ թվում հայաստանցի պաշտոնյաների նկատմամբ կաշառակերության ու մարդու իրավունքները ոտնահարելու համար։ Սպիտակ տուն Օբամայի վավերացմանն ուղարկված փաստաթղթով ամերիկացի օրենսդիրներն առաջարկում են աշխարհով մեկ կիրառել տարիներ առաջ ընդունված Մագնիտսկու օրենքը, որը մինչ օրս տարածվում էր միայն Ռուսաստանի վրա։ Փոփոխությանն աջակցում էին թե դեմոկրատները, թե հանրապետականները։ Սա մարդու իրավունքները ոտնահարողներին ու կաշառակերներին պատժելու նոր գործիք է ամերիկյան վարչակազմի ու դիվանագիտության համար, հայտարարում էր Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ջոն Մքեյնը։ Մեր ուղերձը պետք է հստակ լինի, եթե դու խախտում ես մարդու իրավունքներն ու այլոց քաղաքացիական ազատությունները, Միացյալ Նահանգները քեզ պատասխանատվության է կանչելու, անգամ եթե հայրենիքում մնացել ես անպատիժ։ Մենք պետք է աշխարհով մեկ մեր զորակցությունը հայտնենք նրանց, որ պայքարում են հանուն ազատության։ Նախագծով մասնավորապես Միացյալ Նահանգների նախագահը կոնգրեսի համապատասխան հանձնաժողովների ներկայացրած փաստերը հաշվի առնելով կարող է պատժամիջոցներ սահմանել ցանկացած երկրի քաղաքացու եւ կառավարության ներկայացուցչի նկատմամբ, սառեցնելով նրանց բանկային հաշիվներն ու զրկելով նահանգներ մտնելու իրավունքից։ Օրինագիծը նաեւ պահանջում է Ամերիկայի նախագահից ամեն տարի կոնգրեսին զեկույց ներկայացնել այս ուղղությամբ կատարված քայլերի վերաբերյալ։ Մենք պետք է ցույց տանք, որ ժողովրդավարությանը վերաբերող առանցքային հարցերում Ամերիկայի դիրքորոշումը միանշանակ է, հայտարարում էր դեմոկրատ Ջիմ Մկգովերնը։ Դա հնարավորություն կտա պատժել մարդու իրավունքները ոտնահարողներին, եթե անգամ Ամերիկայի նոր նախագահը որոշի աչք փակել խախտումների վրա։ Օրենքի ձևակերպումներն ու դրույթները հստակ ընդգծում են, անկախ այն բանից, թե ինչ դիրքորոշում կունենա Սպիտակ տան ղեկավարը, Ամերիկայի օրենսդիր մարմինը երկու ճամբարներով հաստատակամ է օրինախախտներին պատժելու հարցում։ Ամերիկա մտնելն ու մեր ֆինանսական հնարավորություններից օգտվելը արտոնություն է, որ չպետք է տրվի օրինախախտներին, ընդգծում էր նախագծի համահեղինակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բին Քարդինը։ Փորձը ցույց է տալիս, որ կոռումպացված պաշտոնյաները ցանկանում են իրենց ունեցվածքը պահել հայրենիքից դուրս, փորձում են Միացյալ Նահանգներ գալ, օգտվել մեր բանկային համակարգից, զրկելով նրանց այդ հնարավորությունից, մենք թույլ չենք տալիս, որ Ամերիկայի ֆինանսական համակարգն օգտագործվի ապօրինի ճանապարհով ստացված միջոցները լվանալու կամ քողարկելու համար։ Օրենքի ուժ ստանալու համար այժմ փաստաթուղթը պետք է ստորագրվի նախագահ Բարակ Օբամայի կողմից։ Վերջինս կարող է նաև կիրառել վետոյի իրավունքն ու փաստաթուղթը ետ ուղարկել։ Սպիտակ տան խոսնակն առայժմ չի մանրամասնել, որ ճանապարհն է մտադիր ընտրել պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտող Բարակ Օբաման։ Միջազգային մյուս լուրերն ամփոփ տեսաշարով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեկտեմբերի 13-ին պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների իսրայելական կառավարության ղեկավարի գլխավորած 30 հոգանոց պատվիրակությունը Բաքվում կանցկացնի մի քանի ժամ, կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ինչից հետո կմեկնի Աստանա։ Իսրայելը ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի գլխավոր գործընկերներից է։ 2012 թվականին երկու երկրները սպառազինությունների ոլորտում մեծածավալ համաձայնագիր են կնքել, որի շրջանակներում Ադրբեջանը իսրայելական ընկերությունից ձեռք է բերել մի շարք ժամանակակից սպառազինություններ ու սարքավորումներ, այդ թվում հակաօդային պաշտպանության համակարգեր եւ անօդաչու թռչող սարքեր։ Միացյալ ազգերի կազմակերպությունը հայտարարում է, որ սիրիական ընդդիմադիր խմբավորումները խոչընդոտում են խաղաղ բնակչությանը Հալեպի արևելյան շրջանից տարհանելուն։ Կազմակերպության մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի խոսնակ Ռուպերտ Քոլվիլի խոսքերով որոշ խմբավորումներ կրակ են բացում փախչող քաղաքացիների ուղղությամբ։ Գերատեսչության տվյալներով Հալեպի հարյուրավոր բնակիչներ անհետ կորել են քաղաքի կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող արևմտյան շրջան անցնելուց հետո։ Երեկոյան Ռուսաստանը հիշեցնենք հայտարարել է, որ Հալեպը ազատագրելու Սիրիայի կառավարական բանակի գործողությունները քաղաքի արևելքում ժամանակավորապես դադարեցվել են։ Նպատակը ըստ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հակամարտության գոտուց մոտ 8000 քաղաքացիական անձանց տարհանելն է։
Զանգվածային ձերբակալություններ Ստամբուլի համալսարանում անցած հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձի հետաքննության շրջանակներում թուրքական դատախազությունը Ստամբուլի համալսարանի եւս 87 աշխատակցի, այդ թվում պրոֆեսորների եւ դոցենտների ձերբակալության լիազորություն է ստացել։ Ոստիկանությունը կասկածյալներին ձերբակալելու նպատակով գործողություններ է իրականացնում երկրի 12 շրջաններում։ Հուլիսյան իրադարձությունների կազմակերպման մեջ պաշտոնական Անկարան մեղադրում է իսլամական գործիչ Ֆեթուլա Գյուլենին նրա հետ կապեր ունենալու մեղադրանքով Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է շուրջ 32,000 մարդ, աշխատանքից հեռացվել շուրջ 100,000 պետական ծառայող։ Բրիտանական Rolling Stones ռոք խմբի մենակատար 73-ամյա Միք Ջագերը 8-րդ անգամ հայր է դարձել։ Երաժիշտը արդեն 5 թոռ եւ 1 ծոր ունի։ Աշխարհահռչակ կատարողի նորածին որդու մայրը բալետի պարուհի Մելանի Համրիկն է։ Լրատվական կենտրոնն այսօր այսքանն էր նախատեսել, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Ազատություն TV, անտեսաներին տեսանելի։ Օրվա ցանկացած պահի, միշտ հասանելի, ձեզ հարմար վայրում։ Եթե կա իրադարձություն, դուք ականատես եք։ Ուղիղ հեռարձակում, իրականությունը ինչպես որ կա։ Ազատություն TV, միայն հավաստի լուրեր։